Պարոն Սարգսյան, ինչպես հասկացանք, ընդլայնված կազմով տարբեր հանրային քաղաքական շրջանակներով լսումներ են նախապատրաստում, ինչ արդյունքներ կսպասեք, ինչ արդյունքներ եք ակնկալում եւ ի վիճակի է այսօր իմպիչմենտի օրակարգը շրջադարձային դառնալ մեր երկրում։ Այսօրը շատ ակնկալիքներ պետք չի ունենալ, այսօրը մեկնարկային օրն է եւ մեկնարկից հետո է տրամաբանական քայլերով եւ հիմնավորված գործողություններով կարող է հասնել արդյունքի գործողությունը, իսկ այսօրվանից մեծ ակնկալիք դեռևս պետք չի ունենալ, ուղղակի պետք է բոլորի ուժերի ներածին չափով լարված ուժերով աշխատանք տանել, որպեսզի օր առաջ այս իշխանությունը լքի կառավարության շենքը։ Ամեն դեպքում իշխանականների ձայները են անհրաժեշտ, որ իշխանությունը լքի այս շենքը, կառավարական շենքը նաեւ, արդյոք կմիանան եւ որ փուլում ըստ ձեզ։ Ես կարծում եմ, որ տեսականորեն կա հնարավորություն իշխանության պակասող այդ 18 պատգամավորի ձայների միացնելու, ընդամենը պետք է աշխատել, ուրիշ ոչինչ։ Բայց Հայաստան դաշինքը ասում է, որ այս գործան ըստ էության հաջողություն չի ունենա եւ ըստ իրեն ձևակերպման ձևական է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու միտում ունի։ Ձեր համար նորմալ է, որ խորհրդանում ամենամեծ ընդդիմադիր ուժը անվստահության գործընթացին ամբողջ թափով չի միանում։ Ես դա համարում եմ տեխնիկական բնույթի տարաձայնություն, ոչ թե գաղափարական, եւ կարծում եմ, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ գաղափարական միաբանություն ունեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, իսկ հաստատքի տակ կլինի ստորագրություն, նոր կսկսվի իմպիչմենտի գործընթացը, թե վճռական փուլում բոլոր ստորագրությունները կհավաքեն, դրանք տեխնիկական բնույթի հարցեր են եւ վերջնական վճռորոշ փուլում չեմ կարծում, որ այդպիսի խնդրի առաջ կարող ենք կանգնել։ Ես չեմ հավատում դրան։ Կարծում եք հնարավոր կլինի փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Փողոցային պայքարով պետք է զուգորդվի գործողությունը։ Միայն փողոցային պայքարով հնարավոր չէ եւ միայն իմպիչմենտի ելույթներով հնարավոր չէ, դրանք պետք է զուգորդվեն։ Ինչպես, ինչ միջոցներով, Ես բազմիցս հայտարարել եմ, կան միջոցներ, որոնք որ եթերում ուղղակի կոռեկտ չլինի հնչեցնել, այո, կան միջոցներ, տեսականորեն ես այդ հնարավորությունը տեսնում եմ։ Տեսեք, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, օրինակ, եթե հանրությունը չընդուներ, թող ելներ հեղափոխություն աներ։ Այսինքն ուղիղ ասում է, որ հանրությունն է մեղավոր, քաղաքական ուժերն են մեղավոր, որ ինքը մինչև հիմա իշխանության են։ Քաղաքական ուժերի մեղավորությունը միանշանակ կա, իսկ հանրության մեղավորությունը իսպառ բացակայում է, ուղղակի Նիկոլ Փաշինյանն ցանկանում է մեղսակից դարձնել հանրությանը իր կատարած հանցագործությունների մեջ, ուրիշ ոչինչ։